Աղ Երանի ով մարդ կգա ու մարդ կերթը անարատ։ Ում մասին են Թումանյանի այս խոսքերը։ Արդյոք ինչ-որ պոետիկ, ինչ-որ վերացական վերջաբան է, թե ավելի մեծ իմաստություն կա սրա մեջ։ Իրականում, երբ պոեմը կարդում ես իմաստությամբ, իսկ իմաստությունը դա Աստծո շնորհն է։ Եվ միակ աղբյուրը իմաստության դա Աստվածաշունչն է։ Եվ ահա երբ որ դու Աստվածաշնչյան իմաստությամբ կարդում ես պոեմը, դու հասկանում ես ի սկզբանե, որ խոսքը այն գործի մասին է, որ մեր Տեր Եշուա Քրիստոսը կատարեց մեր համար, փրկելով մեզ ինքն իրենից։ Ավելի բովանդակ լինելու համար ասեմ, որ ինքը փրկեց մեզ իր արդարադատությունից։ Բայց թմկան վերթի առումի մասին չէ, որ ուզում եմ խոսեմ։ Երանելի այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մեջ չէ գնում և մեղավորների ճանապարհի մեջ չէ կանգնում և ծաղր անողների աթոռի վրա չէ նստում, այլ նրա կամքը Տիրոջ օրենքի մեջ է և ցերեկ ու գիշեր նրա օրենքի վրա է մտածում։ Եվ նա ջրերի գնացքումը տնկված ծառերի պես է, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին, և նրա տերևը չի թափվում, և ամեն ինչ որ անում է հաջողվում է նրան։ Այսպես չեն ամբարիշտները, այլ ինչպես դարմանի մղեղ, որ քամին ցրիվ է տալիս։ Սրա համար ամբարիշտները չեն կանգնիլ դատաստանի մեջ, և ոչ մեղավորները արդարների ժողովի մեջ, որովհետև Տերը ճանաչում է արդարների ճանապարհը, բայց ամբարիշտների ճանապարհը կկորչի։ Ահա թե ով է երանելի այդ մարդը, ում մասին Թումանյանը խոսում է իր ողջ պոեմի ընթացքում։ Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մեջ չէ գնում և մեղավորների ճանապարհի մեջ չէ կանգնում և ծաղր անողների աթոռի վրա չէ նստում։ 3 նախապայման երանելի մարդ լինելու համար, և դա չհաջողվեց ոչ քեզ, ոչ ինձ։ Միակ մարդը, ում դա հաջողվեց, դա մեր Տեր Եշուա Քրիստոսն է։ Ինչու եմ ասում Եշուա, որովհետև դա նրա անունն է։ Մենք հաճախ չենք սիրում, երբ որ օտարազգի մարդիկ չկարողանալով արտասանել մեր անունը, ուղղակի ինչ-որ մի բան են ասում ու առաջանցնում։ Եվ եթե կան ազգեր, որոնց լեզուն այդքան ճկուն չէ, ապա դա մեզ չի վերաբերվում, որովհետև մենք կարող ենք կատարելությամբ արտասանել Եշուա անունը։ Ուրեմն նախ հասկանանք ովքեր են ամբարիշտները, կամ ինչ է նշանակում ամբարիշտ բառը։
Անբարիշտ, այսինքն ոչ բարիշտ, իսկ ինչ է բարիշտը։ Գրաբարում արտասանվել է ոչ թե բարիշտ, այլ պարիշտ։ Պարիշտ նշանակում է արդար մարդ, արդարություն սիրող մարդ։ Ընդհանրապես պար բառը հայերենում նշանակում է շրջան, որից մենք ունենք պարիս, պարամետր, պարույր, շուրջպար և բազում այլ բառեր։ Իսկ ինչու ընտրվեց հենց պար բառը, որպեսզի բնութագրվի արդար մարդը։ Իմ կարծիքով սա ես ոչ միտեղ չեմ կարդացել և սա զուտ իմ վերլուծությունն է։ Շրջանը երկչափ միակ կամ ամենակատարյալ մարմինն է։ Ինչու երկչափ, որովհետև Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, եռաչափ մարմին, անձ և հոգի, Սուրբ Հոգին, այն հոգին, որի մասին որ շատերս առօրյայում խոսում ենք, խոսելով մեր հոգու մասին, դրան Աստվածաշունչը դիմում է որպես անձ, քո անձը։ Եվ ահա մարդը չկարողացավ պահել իր եռաչափ պատկերը և մեղանչեց։ Եվ մեղանչելով կորցրեց Աստծո հետ հաղորդությունը և դառավ երկչափ։ Ամեն դեպքում իր մեջ ունենալով կատարելության նախնական ձևավորում, թարգմանություն կատարողները որոշել են իմ կարծիքով օգտագործել պար բառը և պարիշտ բառը ստացել է արդար մարդ, արդարություն սիրող մարդ իմաստը, անպարիշտ, այսինքն ոչ արդար, արդարություն չսիրող։ Հետագայում ան նախածանցը հնչյունափոխվել դարձել է ամ և բ հնչյունափոխվել դարձել է բ, արդի հայերենում ասում ենք անբարիշտ։ Հիմա ովքեր են այս ամբարիշտները, ինչ է իրանից ներկայացնում այս ամբարիշտների խորհուրդը։ Առաջին ամբարիշտը Լուցիֆերն էր, Աստծո կողմից արարված ամենագեղեցիկ, ամենատաղանդավոր արարածը, որ դրախտում սիրահարվեց ինքն իր պատկերին և հպարտացավ և այդ իսկ պահին ընկավ Աստծո ներկայությունից, քանի որ նորից Աստված չի կարող հաղորդություն ունենալ ոչ սուրբ, ոչ կատարյալ արարածների հետ, քանի որ դա նրա էությունն է, նա ինքը կատարյալ է։ Ուրեմն ովքեր են այս ամբարիշտները, երբ որ Լուցիֆերը ընկավ, նա իր հետ արավ երկնքի աստղերի 1/3-ը գրված է, այսինքն նա այնքան հզոր էր, որ կարողացավ գայթակղել հրեշտակների մի հոծ բազմություն, այնքան հզոր էր և հզոր է,
որ կարողացել է տիրել այս աշխարհին, որ կարողացել է հազարամյակներ շարունակ գայթակղել հրեշտակներից շատ ավելի թույլ, իմաստություն ունեցող, շատ ավելի անտեղյակ այն բազմությանը, որ Ադամը ծնունդ տվեց իր ընկած պատկերով, իր երկչափ պատկերով։ Ինչպես Աղվերդյանն է ասում, վավաշոտ բթությամբ բազմացող այս մարդկությանը։ Եվ ահա այս ամբարիշտները իրենց խորհուրդն են ձևավորել երկրի վրա եւ այս խորհրդի մեջ են որսում անտեղյակ մարդկանց, հպարտ մարդկանց, դուխով մարդկանց, բայց ոչ Քրիստոսին։ Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մեջ չէ գնում եւ մեղավորների ճանապարհի մեջ չէ կանգնում։ Սա երկրորդ քայլն է ամբարիշտների խորհրդին միանալու։ Ոչ միայն գնում ես դեպի նրանց խորհուրդը, այլ քեզ դուր է գալիս այդտեղ, կանգնում ես, ոտդ կախ ես գցում, կանգնում ես իրանց ճանապարհին։ Ու ծաղր անողների աթոռի վրա չեն նստում, երանելի մարդը չեն նստում։ Բայց մարդկանց մեծամասնությունը նստում է, որովհետև հեշտ է, որովհետև հրավիրում են, որովհետև ամեն հիմար կարող է։ Ինչու ծաղր անողներ, որովհետև ծաղրեցին Քրիստոսին իր ամբողջ կյանքի ընթացքում, որովհետև ծաղրեցին նրա հետնորդներին, որովհետև ծաղրեցին Աստծո խոսքը, քանի որ Քրիստոսն ինքը Աստծո խոսքն է, ինչպես Հովհաննեսն է իր ավետարանում հենց սկզբից բացահայտ հռչակում։ Իմիջիալոց մի հետարքիր հանգամանք կա այստեղ, ծաղր անողներ արտահայտությունը դա եբրայերեն բնագրերում գրված արտահայտությունն է, սակայն առաջին թարգմանության մեջ գրաբարում ծաղր անողներ արտահայտության փոխարեն օգտագործվում է, հիմա կարդամ ամբողջ առաջին նախադասությունը, որպեսզի ավելի պարզ լինի։ Երանյալ է այր, որ ոչ գնաց ի խորհուրդս ամբարշտած, ի ճանապարհի մեղավորած նա ոչ եկած, եւ հաթոռս ժանտից ոչ նստավ։ Եվ հաթոռս ժանտից ոչ նստավ, այսինքն ժանտի աթոռին չնստեց։ Այստեղ Արարատ թարգմանության մեջ, որ 1896 թվականի թարգմանություն է, գրված է ծաղր անողների աթոռի վրա չի նստում։ Ուրեմն, ինչպես հասկանանք, ժանտը եւ ծաղր անողները համեմատվում են իրար հետ։ Ամբողջ հարցը նրանում է, որ գրաբար թարգմանությունը կատարվել է հունարեն թարգմանությունից, ոչ թե բնագրերից։ Իսկ հունարեն թարգմանությունում արդեն այս նախադասությունը փոխված էր։ Ոչ թե մարդկանց մոլորեցնելու համար, բայց ավելի խիստ ցույց տալու համար, թե որքան մահացու եւ վտանգավոր բան է ծաղրով զբաղվելը։ Աստծո խոսքը ծաղրելու մասին է խոսքը։ Աստծո խոսքը ծաղրողները նման են ժանտի, որ տարածվում են շատ արագ եւ մահացու են։ Չնայած նրան, որ Սուրբ Գրքի վերջին տողերում գրված է, որ ով որ այս գրքի բառերին ավելացնի կամ պակասեցնի, նրա վերջը լավ չի լինելու,
ամեն դեպքում ես չեմ համարում, որ ծաղրանողներ աթոռի վրա արտահայտությունը փոխելը ժանտի աթոռի վրա արտահայտությամբ դա խոսք ավելացնել կամ պակասացնել է, որովհետև այն մարդը, ով որ փնտրում է ճշմարտությունը, գալու է այն փաստին եւ այն գիտակցությանը, այն իմաստությանը, որ դա փոխված է որոշակի նպատակով եւ նպատակը սա է եւ բնագրերում այս սա է գրված։ Դրա համար պետք է ինչքան հնարավոր է շատ ու երկար ու խորը զննել Աստծո խոսքը։ Այլ նրա կամքը Տիրոջ օրենքի մեջ է եւ ցերեկ ու գիշեր նրա օրենքի վրա է մտածում։ Ուրեմն այս երանելի մարդու կամքը, որ նորից եբրայերեն բնագրերում կամք բառի փոխարեն օգտագործվում է ուրախությունը։ Նրա ուրախությունը Տիրոջ օրենքի մեջ է։ Այսինքն Տիրոջ օրենքը բավական է իրեն ուրախ լինելու համար։ Անպետք չէ ամբարիշտների խորհրդի մեջ գնալ եւ ծաղրով զբաղվել ուրախանալու համար։ Եվ ցերեկ ու գիշեր նրա օրենքի վրա է մտածում։ Իսկ ինչ է Աստծո օրենքը։ Աստծո օրենքը այն առաջին 5 գրքերն են, որոնք Սուրբ Հոգու ներգործությամբ գրել է Մովսեսը։ Եվ այդ գրքերի մեջ հարյուրավոր օրենքներ կան։ Այսինչ դեպքում սա պետք է արվի, այնինչ դեպքում նա պետք է արվի, սա կարելի է, սա չի կարելի, եւ այլն եւ այլն։ Որոնցից ցերոս ամենահայտնիները 10 պատվիրաններն են։ Եվ այդ 10 պատվիրաններից են բխում բոլոր մյուս օրենքները։ Իսկ 10 պատվիրաններից առանձնացել պետք է առաջի 2-ը։ Տերը քո Աստվածն է, բացի նրանից ուրիշ աստվածներ չունենաս։ Քեզ համար կուրկ չշինես ոչ վերևը երկնքում, ոչ ներքևը գետնի վրա։ Ուրեմն այս 2-ից բխում են մյուս բոլոր պատվիրանները եւ բոլոր օրենքները։